չունեք մտավախություն, որ ճնշումները կշարունակվեն։ Որ հաղթանակ պրակտիկայի կամ ժանրի կանոնները։ Չէ, մի վարյան հասկանամ էլի, որ մեկի պատասխանը։ Չէ, չեք վախենում, որ հաղթելու պարագայում կձերբակալվեք այստեղից իրականում։ Ուրեմն բացարձակապես այդ առումով վախենալու բան չունեմ, քանի որ ես ասեցի ու այդ իմ հայտարարությունը հենց վերաբերվում էր դրան, որ եթե ինձ փորձեն ինձ հետ կապված ինչ-որ բան անեն, դա պիտի լինի բոլորի դաշտի առաջ, դա պիտի լինի շինծու, ես նախկինում չունեմ այնպիսի բան, որը ինձ կարող են որով կպնել կամ ես խոցելի դառնամ, ի տարբերություն մյուս տեխնազուի, որը ճիշտ չէր հասկացել իմ ասածը, դրանով պայմանավորված ես ասեցի, եթե բան լինի, իմ հետ կապված պիտի հորինեն։ Ու իմ հայտարարության երկրորդ օրը իմ հետ կապված այդ բանը, որ ասել էի, հորինեցին այդ Շիբինի պատմությունը, որը ծիծաղելի է, բոլոր լրատվամիջոցներն էլ հասկանում եք, որ ընտրություն նախ քարոզարշավի 2 օրեր մնացել ու ես բավականին լուրջ խոշոր հզոր հանդիպումներ ունեի անելու գյումրեցիների հետ, առավոտ կանուխ, իմ հայտարարության հաջորդ օր առավոտ կանուխ ձերբակալում են հորս, տղայիս եւ թիմագիցներից բոլորին բերման ենթարկելով, գրասենյակները փակելով, խառնաշփոթ ստեղծելով, դրա արդյունքում ես 2 օր քարոզչական լուրջ հանդիպումներ կորցրեցի ու Բայց դուք նաև բավական դե հիմա ես այդտեղ մեղավոր եմ, դե իշխանությունը նույն իշխանությունը պիտի իր քայլերը ճիշտ հաշվարկի, պիտի հասկանա, ես այնտեղ էլ ասեցի, որ ինչ անեք, դա օգտագործվելու է ձեր դեմ, ինչ փորձեք մեր դեմ անեք, նույն տեքստիլի ակումբում իմ ելույթի ժամանակ հստակ ասեցի, ինչ անեք, այդ ամեն ինչը օգտագործվելու է ձեր դեմ։ Պարոն Գրիգորյան, տեսեք Գյումրիում այս իրավիճակը ստեղծվեց, որ ձեր քարոզչական նյութերի տակ Առնովի հնդիկներ, այլազգիներ, լայքեր եւ էմոջիներ են դրել, ասում են, որ դուք առել եք այդ լայքերը այդպես։ Դե էդել 58 թաղամասում, անի թաղամասում, երբ որ ելույթի ժամանակ ես բարձրաձայնեցի այդ մասին, միանգամից այդ ձեր ասած այլ ազգիները իմեջից վերացան, բայց չնայած իրանք իրանց ծև գործը արեցին, բոլոր էջերը մեր վնասեցին, հարձակման ենթարկվեց եւ մենք այս քարոզչության ընթացքում չկարողացանք ոչ գովազդ միացնել, այդ քաղաքական գովազդը իրենք վնասեցին իմ բոլոր էջերը այդ ֆեյքերով։ Այդ էլ հասկանալի է, յուրաքանչյուր մարդ կարող էր $50 տալ, առնել յուրաքանչյուրիդ